Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինա-Ռուսաստանի լայնածավալ ներխուժման 1213-րդ օրն է։ Ձեզ համար կարճ, բայց բովանդակալից եթեր եմ պատրաստել։ Ինչպես հայտնի ֆիլմում է ասվում, աշխարհում կայունություն չկա, իսկ Հայաստանի եւ Ուկրաինայի տարածաշրջանները մոլորակի ամենաթեժ կետերն են դարձել։ Ես համոզված եմ, որ մեր ժողովուրդները կցանկանային ապրել ավելի խաղաղ միջավայրում, բայց մեր հարևանները այնպիսին են, որ մեզ մնում է մտածել ինչպես գոյատևել։ Իդեպ, այս եւ այլ թեմաների շուրջ զրուցել ենք Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր Դարիա Վալոդինայի հետ, Հայաստանի մեծ բարեկամի եւ մի շարք օրենսդրական նախաձեռնությունների հեղինակի հետ, դրանց թվում նաեւ հայոց ցեղասպանության ճանաչման մասին նախագիծը։ Նա համակարգել է ուկրաինացի պատգամավորների մասնակցությունը ապրիլի 24-ի միջոցառումներին եւ այլ կարեւոր հայանպաստ նախաձեռնություններին։ Վոլոդինայի հարցազրույցը կհրապարակենք վաղը Անալիտիկա ալիքում։ Ռուսաստանը շարունակում է իր ագրեսիվ պատերազմը Ուկրաինայի դեմ, իսկ Հայաստանի սահմաններին տեղի են ունենում օդային մարտեր Իսրայելի եւ Իրանի միջև, եւ այստեղ առաջանում է հարց. հնարավոր է այլ իրավիճակ անվտանգային տեսանկյունից մեր երկրի համար։ Պատասխանը միանշանակ է այո, եթե մեր նախկին իշխանությունները ժամանակին մտածած լինեին եվրոպական անվտանգության ճարտարապետության, ավելի ճիշտ այդ համակարգին միանալու մասին։ Բայց ունենք այնինչ ունենք, Ուկրաինան այժմ ձգտում է ապահովել իր անվտանգությունը շատ ավելի բարդ ճանապարհով, ամեն օր հակադարձելով Ռուսաստանի հարձակումներին, իսկ Հայաստանը դեռևս փնտրում է իր անվտանգության ճարտարապետության մոդելը։ Մեզ մնում է հետևել եւ քննարկել այդ ճանապարհի process-ի իրադարձությունները, հաճախ հրավիրելով մասնագետների։ Իդեպ վերջին օրերը ցույց տվեցին, որ Հայաստանում դեռ շատ լատենտ պուտինիստներ կան։ Իրանցի մորուքավորների համար ցավող մեծամասնությունը հենց այդ լատենտ պուտինիստներն են, որոնք դա պարզապես քողարկում են Հայաստանի հանդեպ մտահոգվածության անվան տակ։ Բայց մենք հո գիտենք Հայաստանի մասին պետք է հոգ տանել նախապես, իսկ երբ արդեն կռիվ է սկսվել, պետք է փնտրել հաղթանակի ուղին։ Անցնենք այսօրվա թողարկման հիմնական թեմաներին։ Երեք ձեզ պատմեցի Անալիտիկա ալիքում Կոնստանտինովկայի մոտ ռուսական շարասյան խոցման մասին, իսկ այսօր եւս մի նման նորություն կա արևելյան ուղությունից, որտեղ ուկրաինացի զինվորները հաջողությամբ ջախջախել են ռուսական մեխանիզացված գրոհը, ոչնչացնելով հակառակորդի տասնյակ միավոր մարտական տեխնիկա։ Մեր Telegram ալիքում բաժանորդագրվածները արդեն տեսել են գեղեցիկ կադրեր, որոնք հրապարակվել են Լուգանսկի խմբավորման մամուլի ծառայության կողմից։ Ասեք, որ կարևոր է ոչ միայն մարտում հաղթել, այլ նաեւ արդար հանրությանը ցույց տալ գեղեցիկ կադրեր։ Մեր Telegram-ի QR կոդը ձեր էկրաններին է։ Ըստ տեղեկատվության հարձակումը տևել է մոտ 3 ժամ։ Ռուսական ուժերը օգտագործել են բրոնետեխնիկա եւ մոտոցիկլային իրենց այդ սարքավորումները։ Ուկրաինայի պաշտպանության ուժերի ստորաբաժանումներին հաջողվել է իդ շպրտել ռուսների գրոհը։ Պայքարի ընթացքում ոչնչացվել է 18 ռուսական բրոնեմեքենա, 13 մոտոցիկլետային այդ գրոհային սարքերը եւս 5 զրահամեքենա։ Հակառակորդի կենթանի ուժի կորուստները զգալի են։ Հասկանալի է, որ ռուսները շտապում են, հաղթանակներ չկան, փորձում են մի բան հնարել։ Վերջերս ուրախությամբ հաղորդում էին Խարկովի մարզի Բարավոյի ուղղությամբ առաջխաղացման մասին, բայց ինչպես ասում են Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտի ամերիկացի վերլուծաբանները, ռուսական զորքերը առաջ չեն գնացել, չնայած փորձել են հարձակվել Բարավոյի վրա արևելքից եւ հյուսիս-արևելքից։ Ինչպես հայտնի է, ուկրաինական պաշտպանները ոչնչացնում են հակառակորդին ամենուր, որտեղ դա հնարավոր է, եւ նույնիսկ դավաճանները, որոնք թաքնվում են օկուպացված տարածքներում կամ Ռուսաստանում, չեն կարողանում հանգիստ ապրել։ Օկուպացված Բերդյանսկում ոչնչացվել է դավաճան եւ ռազմական հանցագործ Միխայիլ Գրիցայը։ Նա ծնվել է Պոլտավայի մարզում, բայց բնակվում էր Բերդյանսկում։ Նա ղեկավարել է սոցիալիստական Ուկրաինա կուսակցության տեղական մարմինը 22 թվականին քաղաքը օկուպացվելուց հետո կամավոր անցել է ռուսական զավթիչների կողմը եւ ստացել պաշտոն օկուպացիոն վարչակազմում որպես ժամանակավոր քաղաքապետի պաշտոնակատար եւ միաժամանակ զբաղվել է կոմունալ եւ էներգետիկ հարցերի կառավարմամբ։ Սա Ուկրաինայի գլխավոր հետախուզության վարչության լուրներ։ Բոլորը պետք է իմանան, որ հաշվեհարդար կլինի բոլորի հետ, ինչպես օկուպանտների, այնպես էլ դավաճանների, որտեղ էլ որ փորձեն թաքնվել։ Ուկրաինան պատրաստվում է այս տարի ոչնչացնել ռուսական կառավարվող ավիառումբերը, այդ մասին հաղորդում է Defense-ը, նշելով, որ ընթանում են ՆԱՏՕ-ի հետ համատեղ փորձարկումներ։ Պլանավորող ավիառումբերը հիմա դժվար է թիրախավորել մեր կողմից, սակայն նոր պաշտպանության համակարգերը արդեն փորձարկվում են եւ կարող են կիրառվել
արդեն այս տարի, եթե ամեն ինչ ընթանա ըստ պլանի, հակառակորդից կխլենք եւս մեկ առավելություն օդում, բայց հոգսերը շատ են, ճապոնական մամուլում հրապարակումներ կան, որ Հյուսիսային Կորեան հազարավոր աշխատողներ է ուղարկում Ռուսաստան իրանական շահեդ դրոնների հավաքման համար։ Չգիտեմ թե որքան է թիվը հավաստին, այնտեղ 25000-ի մասին են գրում ճապոնացիները, բայց ամեն դեպքում շահեդների արտադրական քանակի ավելացման փորձերը մեծ մարտահրավեր են, որի դեմ մենք դեռ պետք է քայլեր ձեռնարկենք։ Գելոց 3 չհասցրեցի եթեր տալ նոր ալիքով կարևոր հանդիպում ունեցա մեր ուկրաինացի պաշտպանների հետ, ձգձգվեց հանդիպումը, ներողություն եմ խնդրում, որ չկարողացա երկրորդ եթերը պատրաստել, երեկվա կարևոր նորություններից առանձնացրել եմ մի քանի ամենակարևորը։ Հինգշաբթի Իսրայելը կործանիչներով հարվածել է տասնյակ ռազմական թիրախների Իրանում, հարված է հասցվել Արաք քաղաքի մոտակայքում գտնվող միջուկային ռեակտորին, այդ ընթացքում ՄԱԳԱՏԷ-ն կորցրել է իրանական ուրանը, վտանգավոր բեռը կարող է լինել ցանկացած վայրում։ ՄԱԿ-ի միջուկային գործակալությունը կորցրել է հարստացված ուրանի պաշարների վերահսկողությունը Իրանում իսրայելական հարվածների եւ ռազմական լարվածության հետևանքով։ Շարունակում են միմյանց հարվածները Իսրայելը եւ Իրանը, երեք գիշեր շատ լուրջ հարվածներ է եղել, քիչ հետո կանդրադառնանք դրան։ Իրանում իրավիճակը սրվում է, չգիտեմ արդյոք արդիական է թեման թե ոչ, բայց երկիրը գրեթե լիովին մնացել է առանց ինտերնետի, տրաֆիկի ծավալը կրճատվել է մինչև ստանդարտ օգտագործման մոտ 3%-ը։ Այս մասին տեղեկացնում է NetBlocks կազմակերպությունը, որը հետևում է համաշխարհային ինտերնետի ազատությանը։ Այս ֆոնին Պուտինը իր դաշնակցին իրական աջակցություն ցուցաբերելու փոխարեն փորձում է կոծկել իր հերթական խայտառակությունը, հայտարարելով, թե ռուս ատոմային մասնագետները չեն լքել Իրանը, թե իբր Իրանի ստորգետնյա գործարանները չեն վնասվել։ Հետաքրքիր է խոցումից հետո ընդհանրապես այդ մասնագետները կենթանի են, թե ոչ։ Պուտինը տեղյակ է այդ ամենից, թե ոչ։ Պուտինը չգիտի, որ աշխարհն առանց նրա խոսքի էլ լավ հասկանում է իրավիճակը, բայց Ռուսաստանի բռնակալը շարունակում է խոսել ցանկացած առիթով, հույս ունենալով խաբել միամիտներին։ Միևնույն ժամանակ մեկ այլ տարեց նախագահ Վաշինգտոնից Թրամփը հերթով վերջնագրեր է ներկայացնում Իրանին, մեկը դեռ չի ավարտվել, իսկ նա արդեն շտապում է ներկայացնել հաջորդը եւ PR է անում երկու երկրների պատերազմի ֆոնին։ Վերջերս մենք միասին սպասում էինք մեծ յոթնյակի գագաթնաժողովի ինտրիգին, որտեղ պետք է մասնակցեին եւ Զելենսկին եւ Թրամփը, բայց ինչպես գիտեք, Թրամփը փախավ Կանադայից, փորձելով արդարացնել իր փախուստը կարևոր գործերով, սակայն ոչ մի իրական գործողություն տեղի չունեցավ եւ հարկադրված են արձանագրել, որ Թրամփը պարզապես խուսափեց Զելենսկու հետ հանդիպումից, այսինքն փախուստ արձանագրվեց։ Գուցե նա վախենում է առանց Վենսի եւ Ռուբիոյի անձամբ հանդիպել Զելենսկու հետ, չգիտեմ, բայց չէ՞ որ Վատիկանում հանդիպել էին եւ ամեն ինչ խոստանում էր, որ լավ է լինելու։ Հիմա նոր ինտրիգ է առաջ եկել, առջևում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովն է Հաագայում, ուր հրավիրված են նորից եւ Զելենսկին եւ Թրամփը։ Շատ հետաքրքիր է թե այս անգամ ինչ կմտածի Թրամփը իր ընկեր Պուտինին ժամանակ տալու համար, Ուկրաինան ավելի շատ ռմբակոծելու եւ խաղաղ բնակիչներին սպանելու համար։ Ի վերջո հենց Թրամփն է արձակել Պուտինի ձեռքերը նոր ուժով ռմբակոծելու ուկրաինացիների տները իր այսպես կոչված խաղաղ նախաձեռնությամբ եւ հաճախ զանգերով Պուտինին, ինչը Ռուսաստանի բռնապետի համար նշանակում է կանաչ լույս ռմբակոծել խաղաղ ուկրաինացիներին։ Հիշում եք, թե ինչ էր ասում Թրամփը սկզբում, շատ գեղեցիկ մարդիկ են զոհվում, բայց երբ կրկին դարձավ նախագահ, նա ոչինչ չի անում այդ գեղեցիկ մարդկանց փրկելու համար, նույնիսկ հոբ համակարգեր չի վաճառում, չեմ ասում նվիրի, նույնիսկ չի վաճառում Ուկրաինային պաշտպանվելու միջոցներ ռուսական հրթիռներից եւ դրոններից։ Եվ բնականաբար այս ֆոնին ավելի ու ավելի շատ են խոսակցությունները Ուկրաինայի սեփական միջուկային զենքի մասին, թեպետ առայժմ դա պաշտոնական մակարդակի քննարկում չէ, բայց փորձագետներն ու հասարակության շրջանակներում մարդիկ արդարացիորեն բարձրացնում են հարցը, ինչու ենք Ամերիկայի հորդորով հրաժարվել մեր միջուկային զենքից եւ մնացել անպաշտպան։ 86-ամյա Վլադիմիր Գորբուլինը, ով համարվում է անկախ Ուկրաինայի հրթիռատիեզերական ոլորտի հայրը, կարծում է, որ մենք լիարժեք բարոյական իրավունք ունենք այդ հարցում։ Այս մասին նա ասել է BBC-ին տված հարցազրույցում. Ես իհարկե չեմ կարծում, որ մենք կվերադառնանք միջուկային զենքին, Ուկրաինան կփնտրի իր ռազմական ուժը զարգացնելու այլ ուղիներ, առավել եւս որ միջուկային զենքը, ինչպես տեսնում ենք, պանացեա չէ, ոչ Ռուսաստանին է փրկում, ոչ Իրանին, բայց հենց այդ խոսակցությունները պետք է ազդանշան դառնան Ամերիկայի համար, որ նրանք չեն կատարում իրենց ստանձնած պարտավորությունները Ուկրաինայի համար, եթե Ամերիկան գոնե Գերմանիայի մակարդակով սկսի ֆինանսավորել Ուկրաինայի նոր հրթիռային կամ անօդաչու ծրագրերը, արդյունքը ակնհայտ կլինի, բայց առայժմ Թրամփի վարչակազմը զբաղված է ոչնչացնելով այն ամենը, ինչը արել են իր նախորդները, այլ ոչ թե կառուցելով։
Իմիջիայլոց Պուտինից հետո Իրանի պաշտպանությունը ստանձնեց Էրդողանը։ Նա զգուշացրել է Գերմանիայի կանցլեր Մերցին, որ հակամարտությունը Իրանում վտանգ է ներկայացնում Եվրոպայի համար։ Էրդողանը ընդգծել է, որ իրանական միջուկային ծրագրի շուրջ վեճերի կարգավորման միակ ուղին բանակցությունների սեղան վերադառնալն է։ Նա նշել է, որ Իսրայելի հարձակումը Իրանի վրա հրահրել է վտանգավոր սրացում, որը սպառնում է ողջ տարածաշրջանի անվտանգությանը։ Ինձ թվում է Էրդողանը, ինչպես եւ շատ փորձագետներ, ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում դեռ շարունակում են իներցիայով մտածել, թե Իսրայելը ինչ-որ մեկի դրդմամբ է այդ քայլերին գնացել։ Չնայած մարդիկ հստակ ասում են ինչի համար են անում եւ ինչ են անում։ Իմիջիայլոց Պուտինի եւ Էրդողանի նման պաշտպանությունը Իրանին պատասխան է այն վերլուծաբաններին, որոնք վախ էին տարածում հայ հանրության մեջ եւ փորձում էին ներկայացնել իրավիճակը թուրքերի եւ ադրբեջանցիների հավակնությունների ռակուրսից Իրանի տարածքի վրա։ Անդրադառնալով Թուրքիային եւ Ադրբեջանին, կարճ ասեմ, որ իհարկե նրանք ունեն վաղուցվա հավակնություններ Իրանի հանդեպ, բայց այս պահին Իսրայելի գործողությունները այդ երկրների համար ավելի շատ անհարմար դրության պատճառ են, քան նպաստավոր պայմաններ։ Իհարկե, եթե կոնֆլիկտը երկարեց, իրավիճակը կարող է փոխվել եւ այդ երկրները կարող են հարմարվել եւ արդեն այլ տեսանկյունից դիտել Իսրայելի հարվածները Իրանին եւ սեպարատիզմի վտանգները կավելանան։ Այդ իսկ պատճառով մեր բոլորի շահերից է, որպեսզի կոնֆլիկտը շուտ հանգուցալուծվի։ Մինիմալ պլանը, ինչպես գիտեք, Իսրայելի համար Իրանի միջուկային ծրագրի կանխումն է, բայց գործող ռեժիմի հանդեպ վերաբերմունքը արևմուտքի կողմից չի փոխվելու։ Այս հանգամանքը Հայաստանի իշխանությունները պետք է լավ հաշվի առնեն եւ իրենց քայլերը ճիշտ դասավորեն։ Չնայած երեք անալիտիկա ալիքում ես անդրադարձել էի տնտեսական թեմաներին, այսօր էլ կարճ եւս մի քանի թեմայի մասին կխոսեմ եւ կանցնենք երկար սպասված ռազմաճակատի տեղեկատվությանը եւ թվերին։ Պուտինի իշխանությունը սկսել է նախապատրաստել ռուսաստանցիներին ռուբլու կտրուկ արժեզրկմանը, որովհետեւ արտահանման շահույթը փլուզվում է։ Ռուսաստանի կառավարությունում ահազանգ են հնչեցնում ռուբլու ամրապնդման կապակցությամբ։ Ճնշման տակ են ոչ հումքային եւ էներգետիկ արտահանման ոլորտները։ Ռուբլու ամրապնդումը այլևս ձեռքբերում չէ, այլ իրական գլխացավանք Ռուսաստանի կառավարության համար, որը ըստ ամենայնի արդեն մշակել է պլաններ փոխարժեքը կտրուկ իջեցնելու արտահանողներին փրկելու նպատակով։ Այս մտադրությունների մասին Պետերբուրգյան տնտեսական համաժողովի կուլուարներում ակնարկել է Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Դենիս Մանտուրովը, որի խոսքերը մեջբերում են ռուսական մեդիաները։ Իդեպ, չնայած նավթի համաշխարհային գների աճին, Ռուսաստանի տնտեսությունը գրեթե ոչ մի օգուտ չի ստանում դրանից։ Ռուբլու ամրապնդումը զրոյի է հավասարեցրել արտահանման եկամուտները, Կրեմլին թողնելով միայն աճող ծախսերը։ Հիշում եք Կրիլովի մոտ ոնց էր. «А вы, друзья, как не садитесь, все в музыканты не годитесь»։ Մեկ ուզում էին ռուբլին ամրապնդելով ռուսաստանցիների մոտ իլյուզիա ստեղծեն, թե երկրում կայունություն կա, հետո հասկացան, որ տնտեսության ցանկացած տարբերակ պատերազմի ժամանակ միևնույն է խնդիրներ է առաջացնում եւ հիմա արդեն ամրացված, արհեստականորեն ամրացված ռուբլին նոր վտանգներ է ստեղծում ռուսական տնտեսության համար։ Եվս մեկ ուրախացնող թեմա՝ Ռուսաստանում արձանագրվել է օտարերկրյա ներդրումների ռեկորդային անկում։ Նման բան գրեթե քառորդ դար չէր եղել։ 24 թվականին Ռուսաստանի ուղղակի օտարերկրյա ներդրումները կրճատվել են 62.8%-ով համեմատած 23 թվականի հետ։ Միջազգային պատժամիջոցների արդյունքում մեկուսացված Ռուսաստանի տնտեսությունը պայմանավորված Կրեմլի ռազմական ագրեսիայով Ուկրաինայի դեմ ամբողջովին անհրապույր է դարձել օտարերկրյա ներդրողների համար։ Այն ժամանակները, երբ օտարերկրյա կապիտալը կայուն հոսքով գալիս էր Ռուսաստան, ներկայիս իրականության մեջ ֆանտաստիկա է թվում։ ՄԱԿ-ի եւ Զարգացման համաժողովի կողմից հրապարակված զեկույցի համաձայն 24 թվականին Ռուսաստանի ուղղակի ներդրումների ծավալը կազմել է ընդամենը 3.3 միլիարդ դոլար, ցուցանիշը 21 թվականից ի վեր, երբ երկիրը սկսում էր վերականգնվել 1990-ականների վերջին ճգնաժամից, գրում է Moscow Times-ը։ 23 թվականի համեմատ Ռուսաստանի ներդրումները կրճատվել են 62.8%-ով, իսկ 21 թվականի հետ համեմատ, երբ դրանք հասել էին 38.8 միլիարդ դոլարի, անկումը գրեթե 12 անգամ է։ Իսկ այդ ընթացքում Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը ստացել է քաղաքական ապաստան տրամադրելու հարցում ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկից։ Այս մասին հայտարարել է Պետդումայի փոխնախագահ Վլադիսլավ Դավանկովը նոր մարտիկ կուսակցությունից Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի ընթացքում։ Նա այս մասին հայտնել է ռուսական լրատվամիջոցներին։ Չգիտենք ինչքանով է հավաստի, բայց իմանալով Մասկի բնավորությունը, ինձ թվում է սպասելի է։ Մենք կհետևենք իրադարձություններին։ Ռուսների խոսքով իրենց երկրի պատասխանը սպասվում է մեկ ամսվա ընթացքում։ Անցնենք ռազմաճակատի լուրերին։ Ինչպես միշտ Ռուսաստանը ամեն գիշեր փորձում է վնասել խաղաղ ուկրաինացիներին, անցած երկու գիշերներն էլ բացառություն չեն եղել։
եղել։ Ռուսաստանը հարձակվել է Ուկրաինայի վրա 190 հարվածային շահեդ տիպի դրոններով եւ տարբեր տեսակների նմանակող խանութաչու սարքերով, իմիտատորներ են կոչվում։ Ուկրաինայի օդային ուժերի տվյալներով Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը ոչնչացրել է 158 դրոն, հակառակորդի օդային հարձակման միջոցների հարվածներ են գրանցվել 14 վայրերում։ Այս գիշեր Խարկովը ենթարկվել է մասշտաբային անօդաչու հարձակման, վնասվել են բազմաբնակարան բնակելի շենքեր եւ թեթև մարդատար մեքենաներ, վիրավորվել են 4 մարդ, այդ թվում 2 անչափահաս։ Ռուսները զանգվածային հարված են հասցրել Օդեսային, արձանագրվել է 10 հարված, ինչի արդյունքում բռնկվել են հրդեհներ, վիրավորվել են 13 մարդ, որոնց թվում 3 փրկարար։ 3 առավոտյան շարունակելով սահմանամերձ եւ ճակատային գոտիների ամենօրյա հրետակոծությունը ագրեսորները կրակ են բացել Դնեպրոպետրովսկի մարզի վրա, վիրավորել են 5 մարդ, որոնցից մեկը 11-ամյա տղա։ Թշնամին ամեն օր փորձում է հարվածել խաղաղ ուկրաինացիներին, օգտագործելով այն ամենը, ինչ ունի, օրինակ նախօրեին սեփական խայտարակությունը ծածկելու համար, քանի որ հարձակումը Սումի մարզում ձախողվել է, ռուսները փորձել են հրթիռակոծել քաղաքը բազմակի հրթիռային կայաններից, ՌՍԶՕ-ներից։ Ագրեսոր պետությունը շարունակում է նպատակաուղղված ահաբեկչական մարտավարությունը ուկրաինացիների դեմ եւ պետք է ստանա հզոր պատասխան, որը զգալի հարված կհասցնի նրան։ Այս մասին հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին, մեկնաբանելով գիշերվա ընթացքում ռուսական գրոհները։ Վերջին 2 օրվա ընթացքում ռազմաճակատում գրանցվել է 339 մարտական բախում, ամենաակտիվ մարտերը շարունակվում են Պոկրովսկի ուղղությամբ, մարտեր են ընթացել 11 ուղղություններով, այդ թվում Կուրսկի մարզում, որտեղ ուկրաինական ուժերը իրենց գործողությունը շարունակում են, Ուկրաինայի զինված ուժերը խոցել են 49 զորքերի եւ զինամթերքի կուտակման շրջաններ, անցած 2 օրում ոչնչացվել է 2170 ռուս զավթիչ, ընդհանուր առմամբ լայնածավալ պատերազմի սկզբից ի վեր օկուպանտների կորուստները Ուկրաինայի գենշտաբի գնահատմամբ կազմում են 1,9330 զավթիչ։ Ավելացնեմ, որ անցած 2 օրվա ընթացքում ռուսական բանակը կորցրել է 460 միավոր տեխնիկա եւ սպառազինություն։ Իրենց հերթին ուկրաինական դրոնները գործում են օկուպացված տարածքներում եւ Ռուսաստանի խորքում, ագրեսոր երկրի օդանավակայանները կանոնավոր կերպով փակվում են դրոնների վտանգի պատճառով։ Նախորդին Ռուսաստանի Վոլգոգրադ քաղաքը ենթարկվել է դրոնների հարձակման, ռուսական քաղաքների օդանավակայաններում ուժայինները ռեգուլյար գործարկում են Գորկ գործողության ծրագիրը, իսկ տեղաբնակները տեսանյութեր են նկարահանում հրդեհի բռնկման մասին։ Բոլոր մանրամասները մեր Telegram-յան ալիքում են։ Օրենբուրգի մարզում նախորդին հայտարարվել էր դրոնների հարձակման վտանգ, ինչը վախեցրել էր տեղի բնակչությանը։ Էլի բազում կադրեր ունենք մեր Telegram-ում։ 5-շաբթի հունիսի 19-ին Ռուսաստանի Դաշնության Օրենբուրգի մարզում մցվել էր բարձր պատրաստվածության ռեժիմ դրոնների հարվածների սպառնալիքի պատճառով։ Մարզկենտրոնում եւ մարզի այլ քաղաքներում հնչել է օդային տագնապի ազդանշան, որը վախեցրել է տեղացիներին ոչ պակաս, քան ուկրաինական դրոնները։ Ինտերնետում հայտնվել են կադրեր, որտեղ օրենբուրգցիները արձագանքելով օդային տագնապի ազդանշանին պատմում են իրենց վախի մասին։ Բարի դրոնների աշխատանքը ամբողջությամբ կարող եք տեսնել մեր Telegram-ում, շատ լավ կադրեր ունենք։ Այսքանով ավարտեմ մեր ուրբաթ օրվա եթերը, խնդրում եմ ակտիվ տարածել, լայքել եւ մեկնաբանել, որպեսզի YouTube-յան ալգորիթմները տեսնեն, որ չնայած ամռանը մեր ալիքը ակտիվ է։ Ձեզ լավ հանգստյան օրեր եմ մաղթում, կհանդիպենք։